Փաշինյան, այս խոսքերդ մոռացել ես։ Սա լսենք եւ շարունակենք։ Ութան մասին խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են, որովհետեւ եթե որևէ պետություն ուզում է խաղաղություն, նա պետք է պատրաստ լինի պատերազմի եւ պետք է փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում թեյ խմելու մասին։ Փողզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի, որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք։ Բայց այսօր դու փորձում ես համոզել, թե Արցախի հայերի ինքնորոշման հարցը եւ վերադարձը անվտանգ չէ, անհավանական է։ Այդ թեզերը իրականություն չեն, դրանք պարզապես կեղծ պաթոս են։ Միևնույն ժամանակ դու լռում ես, երբ բռնապետ եւ ցեղասպան Ալիևը շրջանառում է իր չակերտավոր 300,000 տեղանված ադրբեջանցիների պատմությունը։ Այդ նարատիվը ոչ միայն կեղծ է, այլ նաև զավեշտալի քարոզչություն։ 300,000 մարդ առանց ապացույցների, առանց իրական պատմությունների։ Սա քաղաքական մանիպուլյացիա է, ուղղված միջազգային հանրությանը մոլորեցնելուն։ Իսկ իրական զոհերը եւ իրական տեղահանված մարդիկ խլացում են ստի աղմուկի մեջ։ Հարգանքով, հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան։